Եթերում հրապարակումն է բարի երեկո, մենք դարձյալ շեղվելու ենք պաշտոնական լրահոսից և փորձելու ենք միասին հասկանալ, թե ինչ է իրականության մեջ նշանակում այն, երբ կառավարության ղեկավարը տարբեր առիթներով նշում է, թե մեզանում կատարվում են միջոցառումներ, որոնք խթանում են ներդրումների ընդլայնմանը, հետևապես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը։ Վերջին 1.5 տարում կառավարության նիստերի ընթացքում հաճախ կարելի է լսել, որ հավանության է արժանացել այս կամ այն ընկերության ներդրումային ծրագիրը։ Կառավարության պահանջը ընկերություններին ժամանակակից տեխնոլոգիաների ու սարքավորումների ներկրումն է, նոր աշխատատեղերի ստեղծումը, արտահանման ուղղված արտադրության ընդլայնումը։ Ում է աջակցում կառավարությունը և ինչու։ Մենք փորձել ենք հասկանալ, թե ուր են գնում այն գումարները, որոնցից փաստորեն ժամանակավորապես զրկվում է բյուջեն։ Հայկական գինիներ էկզոտիկ տարբեր համերով նուր, սերկևիլ, մոշ նույն պահարանում են համերաշխ շարվել ու սպասում են Եվրոպա արտահանվելու իրենց հերթին։ Պտղային ու հատապտղային գինիների արտադրությամբ մասնագիտացած քառամյա 365 գրուպ ընկերությունը արդեն շուրջ 30 անուն ապրանքատեսակ ունի։ Եռյակը խաղողի գինիներն են, 3-6-5, ինչպես տեսնում եք, դա մեր բրենդն է, այսպես ասած, 365 գինիներ հենց։ Առաջին մեր թողարկումներից մեկն է եղել։ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի Ֆրեյդայի ներդրումային կոմիտեն հաստատել է ընկերության ծրագիրը։ 2011-ին ընկերությունն ներարկվել է 200 միլիոն դրամ, որի արդյունքում արտադրությունը վերազինվել է։ Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի օրակարգում է ներդրումային ծրագրերի նկատմամբ անձնական հսկողությունը, արտահանման ինչ տեմպեր կան, ստեղծվել են արդյոք նոր աշխատատեղեր կամ ինչպես են կիրառվում նոր տեխնոլոգիաները։ Ընկերության հաջողության գաղտնիքներից մեկը յուրահատուկ փաթեթավորումն է, ինքնատիպ մրգաձև տարաները, ապա կետարաները նույնպես սեփական արտադրության են։ Ոնց է, ես ինչ վտանգավոր վիճակ եք ստեղծել։ Շիշերը սկսվի վիճակը։ Ներկումա վարարանի մեջ երկարատյանի տակ էվոքսիդային հիմքով ներկել։ Հատկապես Սփյուռքում մեծ պահանջարկ են վայելում սիրված գինիների հուշանվերային տարբերակները։ Սերկեֆիլը, մեջը սերկեֆիլի գինի է, ինքը փոքր չափսի է, օգտագործվում է որպես հուշանվեր։ Այսը զմուրսն է։ Այս թելը անցկացման վերևով, զմուրսը լցվում է այստեղ։ Իրան փակում ենք, իսկ երբ որ եթե բացելուց այս թելը քաշում ենք, ինքը զմուրսը պոկում է, հանում ենք խցանը և գինին կարող ենք օգտագործել։ Սա մոշիկ է, սա սերկեֆիլ, սա նորեկ։ Սուվենիրներ պակետավորում ենք, ցելոֆանապատում ենք։ Հիմնական հումքը նուրն ու սերկևիլը Երևան են հասնում հենց Մեղրիից։ Անցած տարի սեզոնին միայն այս գործարանը մթերել է 440 տոննա միրգ, 130 տոննա միայն նուր։ Մոշը գալիս է Տավուշի անտառներից, անգամ ամենաջանասեր գյուղացին օրական 10 կիլոգրամից ավելի հավաքել չի հասցնում, դժվար և աշխատատար գործընթաց է։ 10 տոննա մոշ հավաքելու համար պահանջվում է ավելի քան 1 շաբաթ։ Ագրարային համալսարանի երիտասարդ շրջանավարտին է վստահված հյութեղ հումքից գինի ստանալու գործը։ Ջարդված խաղով բերում ենք, վերամշակում ենք, քմորում ենք տանում պահամաններում, որից հետո հետագա փուլերը մշակում ենք ֆիլտրացիա, պաստերիզացիա, սառնարանից հետո տալիս ենք շշալիսմին։ Ընկերության կոնյակի սպիրտով թնդեցված գինիները հայկական շուկայի համար նորություն են 2-ից 10 տարի հնեցմամբ։ 2011-ին ընկերության արտադրանքը գրեթե կրկնակի անգամ ավել է իրացվել։ Կրկնապատկվել է նաև արտահանումը շուրջ 70 միլիոն դրամի, նախորդ տարվա 34 միլիոնի փոխարեն։ Արտադրության ծավալները անցած տարի մեր մոտ եղել է մոտ 200,000 շիշ, այս տարի կաչի ըստ մեր նախատեսումների 30-ից 40%։ Մենք միշտ ունենք ընդլայնման կարիք, այսինքն ինչքան արտադրությունը ընդլայնենք, մենք այսօր պահանջարկի խնդիր չունենք, այսինքն արտադրածը կարողանում ենք վաճառել։ Այդ իսկ պատճառով ինչքան ընդլայնվենք, այնքան ավելի կմեծանա մեր շրջանառությունը։ 365 գրուպում 30 աշխատակից կա, միջինը 120,000 դրամ աշխատավարձով։ Նպատակ ունեն ընդլայնել արտադրության ծավալները, պարզ է, որ աշխատատեղերն էլ կավելանան։ Այս տարի մտադիր են արտահանման ծավալները ավելացնել 25%-ով։ Հայաստանի գինի արտադրողները սկսել էին, բայց այդ մակարդակի ոչ մեկը դեռ չի արել։ Պտղային, հատապտղային գինիների արտադրություն, սա նորություն է մեզ համար,
այսպիսի մասսայական արտադրություն եւ տեսականու առումով։ Մենք պետք է խրախուսենք, քանի որ հիմնականում միտված է արտահանումներին։ Ինչպես տեսնում ենք, հաջողություն ունեն եւ ամբողջ արտադրանքը իրենք արտահանում են Ռուսաստանի Դաշնություն, որքան պահանջարկը մեծացավ, ծավալները ավելանալու են։ Ինչու ներկրել, եթե կարելի է տեղում արտադրել, թվում է պարզ բանաձև է, բայց արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են ֆինանսներ, նվիրում գործին, պրոֆեսիոնալիզմ եւ չզարմանաք նաեւ հայրենասիրություն։ Մինչև այդ արտադրության սկսելը ես ներկրում էի, բերում էի Թուրքիայից։ Ինձ համար մեծ ցավ էր, թե ինչի պետք է դες բերենք, մենք ստե չարտադրենք։ Գործարարի բարի ցանկությունը այդպես էլ ցանկություն կմնար եւ գործը գլուխ չէր գա, եթե չլիներ պետական աջակցությունը։ Այս դեպքում խոսքը ոչ թե ուղակի ներդրումների, այլ պետության կողմից ավելացած արժեքի հարկի հետաձգման մասին է։ Սա հումքի պահեսն է, որը ներմուծում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ PV-խանա սա մենակ։ Ու ստեղից տեղափոխում ենք արդեն հումքի պատրաստման արտադրամաս։ Հումքը ներկրում են արտերկրից, ընկերությունը ունի 37 աշխատակից, միջինը 170,000 դրամ աշխատավարձով։ Ավստրիայում վերապատրաստված հայ մասնագետները կարողանում են եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք տալ։ Մրցակցությունը ներմուծված թուրքական էժան ապրանքի հետ քիչ-քիչ հաղթահարել են եւ հավակնոտ ծրագիրը թուրքական պրոֆիլները փոխարինել տեղականով արդեն իրականություն է։ Սկզբնական շրջանում ինքնարժեքը բարձր էր, չէի կարողանում բան, բայց ես մեկ սկզբունք որթե գրեցի, որ մեր տեղական արտադրանք իրավունք չունի Թուրքիա անունից թանկ լինի թեկուզ։ Դրա համար սկզբնական շրջանում եւ որտեղ նորից գալիս է բիզնես հաշվարկը, տեսա որ եթե աճ ապահովեմ, ես կարող եմ շահույթ ապահովել։ Դրա համար սկզբից ես թուրքականի գնիցն էի տնեմ ու մի քիչ էի տնեմ վնաս տալով ինձ, բայց հետո շուկան եւ որ կայացավ եւ որ սկսեցի ավելի շատ արտադրել, իհարկե այդ վնասը փոխվեց օգուտի։ 70-ամյա գործարարը չի վախենում աչքով տալուց, ասում է, եթե գները թուրքականից անգամ 10%-ով էլ էժանացնի, մեկ է շահութաբեր է լինելու գործը սպառողներն արդեն տեղական որակյալ եւ մատչելի պրոֆիլները գերադասում են ներկրված թուրքականից։ Անցյալ տարվա, ասում են, մեր ուսումնասիրությունները ցույց տվեց, որ արդեն տեղական արտադրանքները, ովքեր մեզնից տանում են դուր լուսամուտ են արտադրում, արդեն օգտվում են մեզանից, որովհետև նախ անցյալ տարվա համեմատ 2.5 անգամ ծավալս ավելացավ։ Հիմի ամսական իմ հզորությունը մոտ 250 տոննա կարող եմ արտադրել եւ նոր հոսքագիծ եմ տրել, շուտով կդառնա արդեն 300 տոննա։ 2011-ին ընկերության արտադրանքի ծավալները կրկնապատկվել են, հասնելով մոտ 2000 տոննայի, արտահանվել է 339 միլիոն դրամի արտադրանք։ 5 երանգներով հայկական մետաղապլաստե դռները, պատուհաններն ու պրոֆիլները արտահանվում են հարևան Իրան եւ Վրաստան։ Այստեղ դրված են հիմա գույնի նմուշները եւ 660 մմ-անոց եւ 3 խցիկանոց պրոֆիլներ։ Այստեղ մեր մոտ կոնկրետ հիմա դրված են ուղղակի միայն գույնի նմուշները։ Տեղական արտադրողը օգտվելով կառավարության ղեկավարի այցից երկու խնդիր է բարձրացնում՝ էլեկտրաէներգիայի խափանումներ եւ ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետները։ Վարչապետը խոստանում է կարգավորել դրանք։